Բարև ձեզ հարգելի աշխարհով մեկ սփռված իմ հավատացյալ ազգ։ Նայեք։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձի Հայաստանի Հանրապետությունում քաղաքական գործունեություն ծավալը։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների 4 կոչերով հանդես գա։ Տեսեք հարգելի հայրենակիցներ, ես ձեզ որ ասում էի, գալու է օրը բաժարը հասել է մեր երկրին, ոչ մեկ չէր հավատում։ Տեսեք, մենք արդեն կպել ենք։ Մենք այսօր վարվում ենք մեր քրիստոնեության ամբողջ աշխարհի դեմ անամոթության այս պատկերը ինչ որ արվում է մեր եկեղեցում։ Այս մանիպուլատորը, որ մանիպուլյացիա է անում, ինչ քաղաքականության մասին է խոսքը։ Միթե Սամվել Կարապետյանը կյանքում քաղաքական հայտ է ներկայացրել կամ Արտուր Ասատրյանը։ Ամեն անգամ մեր խոսքի մեջ մենք միակ բառ ենք ասել, մենք կյանքում չենք մտնելու քաղաքականություն։ Ոչ էլ Սամվել Կարապետյանն է կյանքում քաղաքականության հայտ ներկայացրել։ Այ մանիպուլյատոր, քո վախից, այսօր որ դու սարքում ես այս ամբողջ իրավիճակը, այս ժողովուրդը չի հասկանում ինչի համար, որովհետև դու այս քո հաղորդաշարի մեջ արդեն որ դու Էշմիածնին վերադարձար, մարդիկ չգիտեն թե դա ինչ խորը նպատակ ունի ու ինչ միտք ունի, որ դու հավաքել ես Էշմիածին եկեղեցու համար, ասում ես, որ Էշմիածին եկեղեցին պետք է ինչի համար է Էշմիածում, դու արդեն հասել ես 301 թվականին Չի կարող պատահական տեղում իջնել, չէ՞, նա էլ գիտի, որ որտեղ է պետք իջնել եւ տվյալ դեպքում Տերը իջել այդ տեղում, որովհետեւ մայրաքաղաքն էր Վաղարշապատը։ Դու արդեն Աստծո գործերի մեջ ես մտել, Տերը որ դեպի իջնի, դու ես որոշում, մայրաքաղաքներ դրա համար Տերը իջավ։ Դու քեզ ում տեղն ես դրել։ Երբ ձեզ փող է պետք հավաքելու, ամբողջ օրը աղերսում եք ամբողջ աշխարհի հայերին, որ գումարներ դրեք Հայաստան բերեք, երբ որ դու նույն ձևի գովում էր Սամվել Կարապետյանին, մյուս ինվեստորներին, այ մանիպուլյատոր, դու չէիր որ սաղ բացումներին գնում էիր, գովում էիր, այ երկու երեսանի մարդ, հերիք չես ժողովրդի գլուխը լվաս, ուղղակի ափսոս ես մեր ժողովուրդն է գալի, փողերը ստանում եք ամբողջ Ռուսաստանից գալիս է 800,000 մարդ ապրում, Ամերիկայից գալիս է 300,000 մարդ ապրում, Ես էլ ես ուզում կդրես, որտեվ սոված պայ է ժողովրդին, որ մանիպուլյացիա անելով 26 թվին գազ ղեկավարության։ Չի ստացվելու, վերջացել եք դուք, աշխարհում չկա մի հատ երկիր, ով Աստծո դրան դեմը քարանետ է եւ նա չի պատժվե։ Մեղքս գիտես ովքեր են գալի, դու չէ, դու իմ մեղքը չես գալի։ Մեղքս գալիս են այն մարդիկ, ովքեր ընկել են քո խելքին, մյուս կառավարությունը որ դառնալու է, նրանք Հայաստանում ապրելու տեղ չեն ունենալու։ Նրանք նույն ձևի դառնալու են Են 1915 թվականի փախստականները, որտեղ ամանչելու են հասարակության մեջ տեղ չեն ունենալու։ Ես իմ ժողովրդի հետ եմ ու իմ նման 100,000-ավոր տղեկ ու դու չեք ասելու մենք երգիր գանք, մենք գալու ենք երգիր ոչ թե պոլիտիկայի համար, այլ մեր եկեղեցին պաշտպանելու համար։ Տես, ես որ Հայաստանից դուրս եկա, որ գայի, բուժվեի, դու իմ վրա շինց ու գործ հարուցեցիր, որ ես Հայաստան չկարողանամ մտնեմ, դու ինձ ռոզիս տվեցիր, ու այսօր են հաստ փորերով մարդիկ, չգիտեմ, ես էլ հետաքրքրվել եմ ով են, որ վիստուպատ են անեմ, որ այդտեղից դու մեզ մի ասա, գնացեք, նստեք, այն վաղ, որ ես նստած էի, այ հայստ փորով մարդ, դու տունը խորոված էիր ուտում, 6 ամիս, որ KGB-ի պատվալում էի ես, կռիստների ու այդ պարաշների հոտը շնչում էի, քո նման համբալները այդ փորը որ հելել ես եկա էշ վիստուպատ ես անեմ։ Հələ ես իմանալու եմ Ռուսաստանից քեզ ով է փող ուղարկում, որ այդ փողը կդրենք, որ այդ խորովածը չուտես, մի քիչ նիհարես ուղիղ ճարպակալից անստի որ կարենաս հասկանաս ինչի մասին խոսաս։ Եթե իմ վրա չլինի ռոզիսկ, ես վաղ առավոտ գալիս եմ, դե թո իմ վրի ռոզիսկը հանեն, ես առավոտ ոտից գամ։ Միտքը որն է, որ գամ նստեմ ինչով կարամ օգտեմ, բայց տեղից 100,000-ավոր մարդ հայտ է ներկայացրել գալու պաշտպանելու։ Գիտեք ինչ ձևի տղաներ, հզոր, ուժեղ, իրանց իսկական եկեղեցական տղաներ, ոչ թե վախենալու են ձեր պես տունը մտնեն, գալու են պայքարեն իրանց եկեղեցու դեմ։ Կամ ես որ դու հիմա նայի, այս մանիպուլատորին նայեք հələ, որ դու ստեղ նայ, ես հա ցույց տամ, ֆակտերով խոսանք, էլի հարգելի հայրենակիցներ, որ չլինի գալասլովնի։ Այսօրով պայքարում է իր եկեղեցու հետ, Աստված թող նրանց ընտանիքներին բարություն տա, նայեք։ Պատկերացնի, որ քեզ ոնց էր փառավորվել, երբ որ իմացա, որ ոստիկանների ձեռից վահաններ ու մահակներ են։ Այդ որ դու հեղափոխություն էիր անում, հրահրում էիր ոստիկանների ձեռից մահակներն ու դուբինկեքը վեկալեն ծեցեն միլիցեքին։ Այսօր այդ նույն միլիցեքին հանել ես լցել ես ժողովրդի վրա։ Քեզ կարելի է, ուրիշներին չի կարելի, էլի դու Աստված ես, քեզ Աստծո տեղ ես դրել։ Լսի, կյանքում չկա մեկը, որ կարողացել է հլը վլաս պահի։
Աշխարհի վրա չկա մի հատ ամենամեծ, նայեք, Հիտլերի պես, Պինոչետի պես, դու չես հասկանում, որ դուք վերջացել եք։ Այս ժողովրդին տանում ես ճահիճ, որ դու մի օր դաժե կարենաս փախնես, չգիտեմ կարնելուց թե չէ, որ այս ժողովուրդը այդ ճահիճի մեջ խեղդվի։ Վաղ այդ ժողովուրդը քո տեղը պատասխան են տալու, որոնք այսօր քո կողքը կանգնած քեզ գովում են։ Փողոցում նրանց ու նրանց երեխաներին են ծեծելու, դեմքերով հիշելու են։ Այն ոստիկանները, որոնք պահում են քեզ, նրանք դաժե չեն հասկանում, թե ինչ պատժի են արձանանալու, Աստծո պատիժը դաժան է եւ արդար։ Դու ես որոշելու, ես դաժե գալու եմ բռնվեմ, իմ մուտքը բացի Հայաստան ու մնացած անասուններին ասեք ես խի Հայաստան չեմ գալի, որտեվ շինցու գործը որ սարքել ես իմ վրա, որ ես Հայաստան չմտնեմ, բայց ես 100,000-ավոր տղաների կանչ կա արդեն աշխարհի վրա, որոնք ինձ ասում են պարոն Ասատրյան, մի նստեք, գնանք Հայաստան։ Գալու է օրը, մենք ոտով ենք գալու 100,000-ավոր պատկանելի տղեկ, արդար, աշխարհը սիրող, իրանց սերը վայելած, այն տղեկ ովքեր թասիբի կռիվ են անելու։ Մենք այսօր թասիբի կռիվ ենք անում, որովհետև արդեն ամբողջ ազգերը թքում են մեր երեսին։ Մենք ամոթի մեջ մեռնում ենք, որովհետև քո պես անպատկառը, անաստվածը, անինքնասեր մարդը մեր երկիրը բերեց հասցրեց, որ մենք էլ աշխարհի վրա ամանչում ենք, որ ասենք հայ ենք։ Բայց մենք որպես հայ տղաներ, քաջ են տղաները, ովքեր բոլորը հայտ են ներկայացրել Հայաստան գան, ես գալու եմ իրենց առջևից, նրանք գալու են իմ հետևից, որ չլինի գալասլովնի, որ ես ասեմ գնացեք։ Այդ ժամանակ դուք արեք բռնեք ինձ, տենանք ձեր մահակներն ու ձեր դուբինգեքը ձեզ օգնելու է թե չէ։ Իսկ դուք հայաց, այսօր մի վախեցեք, այսօր օրն է, ես ձեզ էլի եմ ասում, մենք գալու ենք, չի ուշանալու դա, իմ հետ գալու են 100,000-ավոր հայ որդիներ, որդիներ, որ տենակ, որ ձեր աշխի մեջ որդեր կան, տղեկ կան, որոնք կռվելու են իրանց արժանապատվության համար։ Մեր արժանապատվից թանկ, մեր ընտանիքից թանկ, մեր երեխեքից թանկ, մենք ինչ ունենք։ Դու այսօր ջնջում ես, գիտես խի, որտեվ դու 300,000 խոսք ես տվել ադրբեջանցի գա Հայաստան, Էջմիածին քաղաքը դու ուզում ես տեղափոխես, Էջմիածնի սրբավայրը ուզում ես տեղափոխես ուրիշ երկից Անտիլիաս կամ Երևան, խոսք ես տվել, որտեվ Էջմիածնի կեսը պետք է մսկիթ սարքես։ Դա ես ասում եմ Բաքվի տղաների ներսի խոսակցություն, որ այդ 300,000 ժողովուրդը գա Էջմիածնի տարածքում ապրի, առաջ Մասիս, Սիսիան, չգիտեմ որտեղ, որ այդ մարդիկ մսկիթ ունենան Էջմիածին քաղաքում, դու ուզում ես կտրես Էջմիածինը, հալալ կեսը 10 մսկիթ սարքես։ Սա է քո իսկական իրական դեմքը։ Եվ այս ազգին մանիպուլյացիա անելով դու չես կարենալու հասցնես, այս որ նվաստանում ես, այս որ դառնում ես, այս որ քո մասին սենց երգա երգում։ Ես որ քեզ ես ձեր են առնում, այդում ես նվաստանում ես սրանց մոտ, գիտես խի, որտև այն ժողովուրդը, որ նվաստացած են, ուզում են քո հետ միանան։ Ես իմ ազգի հետ եմ, ես իմ ժողովրդի հետ եմ, ես ամբողջ այն հայ ազգի հետ եմ, ովքեր պայքարում են։ Դաշե ես որ թշնամի ունենամ, ով որ պայքարում է քո դեմ, միանալու եմ նրանց հետ։ Մեր ազգը վերածնունդ է ապրելու, շնորհակալություն քեզ, որ բացեցիր դավաճանների, թուրքը հպատակ դավերի դեմքը, որ մենք գանք մաքրվենք, որ դրանք հայ իրականության մեջ տեղ չունենան։ Դրա համար հարգելի հայրենակիցներ, այն ժողովուրդը, որ դիմում է ինձ, ասում է խիչ ես գալի Հայաստան, ես ձեզ բացեցի իրական տեսքը սրանց, խիչ եմ գալի։ Իմ դուրս գալուց հետո քերական գործը, որ իմ վրա կառուցեցին, փակեցին իմ մուտքը, բայց ես մուտքս փակ գալու եմ Հայաստան 100,000 իմ պես տղաների հետ։ Շնորհակալ եմ, կհանդիպենք մյուս անգամ։